Բարև ձեզ հարգելի հայրենակիցներ, ես Մարատ Հակոբյանն եմ Կիևից։ Այսօր Ուկրաինայի դեմ Ռուսաստանի լայնածավալ ագրեսիայի 1179-րդ օրն է, շաբաթ է, հանգստյան օրով կաշխատեմ լակոնիկ եթեր ներկայացնել ձեզ։ Կարևոր նորություններ կան ռազմաճակատից եւ քաղաքական ճակատից, նաեւ փորձենք այսօր ամփոփել Ստամբուլում անցած 2 օրերի ընթացքում տեղի ունեցածը։ Երեկվա եթերի պատրաստման ընթացքում դեռ հայտնի չէր Մակրոնի արձագանքը Պուտինի Ստամբուլում ցուցաբերած մանիպուլյացիաներին։ Մակրոնը համաձայն է, որ Պուտինը փորձում է ժամանակ շահել։ Նա ընդգծել է, որ եվրոպացի առաջնորդները շարունակում են համակարգել իրենց քայլերը Ամերիկայի եւ ցանկացողների կոալիցիայի հետ Ռուսաստանին միասնաբար արձագանք տալու համար։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտնել է, որ եվրոպական պետությունների ղեկավարները զանգահարել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին։ Զրույցի ընթացքում քննարկվել է այն, որ Կրեմլի ղեկավարը ձգտում է ձգձգել գործընթացը պատերազմի շարունակության նպատակով։ Մակրոնը նշել է, որ առաջիկա օրերին Ամերիկայի նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է կապ հաստատի Ռուսաստանի հետ հետագա քայլերը հստակեցնելու համար, որպեսզի մոտեցնեն Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմի ավարտը։ Մակրոնի խոսքով եվրոպական երկրների ներկայացուցիչները մշտապես կապի մեջ են եղել Ուկրաինայի բանակցային խմբի հետ Թուրքիայում եւ հնարավորություն են ունեցել իրական ժամանակում մասնակցել քննարկումներին։ Ֆրանսիայի նախագահը, ի տարբերություն Գերմանիայի կանցլեր Մերցի, հրաժարվել է նշել, թե ինչպիսին կարող են լինել հաջորդ քայլերը Ռուսաստանի նկատմամբ, որը հրաժարվել է փաստացի հրադադարից, բայց նա ընդգծել է, որ 22 թվականի բանակցային իրավիճակի կրկնությունը չի կարող լինել։ Մեջբերեմ, ակնհայտ է, որ Ռուսաստանի հրադադարը մերժել է եւ բարձր մակարդակով հանդիպումից խուսափելը անընդունելի է մեզ համար, եւ դա անընդունելի է նաեւ ԱՄՆ առաջարկի լույսի ներքո։ Մի պահ սա պետք է հանգեցնի պատասխանի, հայտարարել է Մակրոնը, կարծես վերջին խոսքը թողնելով Թրամփին։ Ուկրաինայում ԱՄՆ նախկին դեսպանը նշել է, որ հրաժարականի պատճառը ինչպես կարող է կռահել, դա հենց Թրամփն է, ավելի մանրամասն կպատմեմ մեր նորությունների հոսքում։ Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է խստացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները։ Մեջբերեմ, ես կդիմեմ դրան, եթե ստիպված լինեմ, ասել է Թրամփը, պատասխանելով պատժամիջոցները խստացնելու մասին Fox News-ի հարցը։ Մեջբերեմ, բայց ես կուզեի դա չանել, հավելել է Թրամփը։ Թրամփը հայտարարել է, որ Ամերիկայի կողմից նոր պատժամիջոցների կիրառումը կործանարար կլինի Ռուսաստանի համար, քանի որ երկրում հիմա ծանր տնտեսական իրավիճակ է, նավթի գինը ցածր է։ Թրամփը հաստատել է, որ նման զարգացում հնարավոր է, եթե համաձայնություն չլինի, ի նկատի ունի երևի թե Ուկրաինայի հետ։ Մեջբերեմ, ժամանակն է հնդկահավը պատրաստելու, կտեսնենք ինչ կլինի, ասել է նա։ Միաժամանակ ԱՄՆ նախագահ Թրամփը ենթադրել է, որ առանց իր մասնակցության համաձայնություն չի լինի եւ հավելել է, որ կողմերի միջև մեծ ատելություն կա։ Ինձ թվում է Թրամփը էլի չափազանցնում է, եթե հնդկահավասելով Ռուսաստանին նկատի ունի, երևի այս դեպքում ճիշտ կլիներ ասել կաչաղակը, որովհետեւ Պուտինյան Ռուսաստանը բացի կաչաղակից ուրիշ բան էլ չի հիշեցնում։ Fox News-ի եթերում Թրամփը հայտարարություն արեց Ստամբուլի բանակցությունների Զելենսկու եւ Պուտինի մասին։ Թրամփը մեկնաբանելով Ստամբուլի բանակցությունները փաստացի քննադատեց Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն։ Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ցանկանում է հասնել համաձայնության, իսկ խաղաղության հիմնական խոչընդոտը ըստ նրա ոչ թե Պուտինն է, այլ Զելենսկու քարտեր չունենալը։ Երբեմն ինձ թվում է, թե Թրամփը խաղաքարտերի սեղանի մոտ կռուպիե է, քանի որ նա հաճախ է խոսում քարտերի մասին։ Դոնալդ Թրամփը հավելել է, թե Պուտինը իբր հոգնել է այս ամենից։ Ստեղ են ասել, չէ՞։ Վայ խեղճ ելնեք դուք։ Մեջբերեմ Թրամփին, ես կարծում եմ Պուտինը հոգնել է։ Նա լավ տեսք ունենալու ցանկություն ունի, բայց հիմա նա վատ տեսք ունի, ասել է Թրամփը։ Ինչ լավ գիտի, չէ՞, թե ինչ է ուզում Պուտինը։ Թրամփը նաև նշել է, որ անհրաժեշտ է անձամբ հանդիպել Պուտինի հետ։ Հասկանալի է, որ Թրամփը դեռ առաջին օրից ձգտում է հանդիպել Պուտինին եւ քայլեր է ձեռնարկում այդ ուղղությամբ։ Սակայն մինչ այժմ նա չի կարողացել բավարար հիմք ներկայացնել նման հանդիպման անհրաժեշտության համար։ Տեսնենք ինչ կստացվի հիմա։ Մինչ մեր հաղորդման մյուս թեմաներին անցնելը ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեր աջակցության համար։ Շնորհակալ եմ ձեր լայքերի, մեկնաբանությունների, եթերների տարածման համար։ Ձեր օգնությունը ռուսական քարոզչության դեմ մեր պայքարում իրոք շատ մեծ է։ Շատ շնորհակալ եմ։ Խնդրում եմ այսօր նույնպես չմոռանալ ակտիվորեն լայքել մեր եթերը, իսկ նրանք, ովքեր դեռ բաժանորդագրված չեն, խնդրում եմ ստուգեք, եթե բաժանորդագրված չեք, բաժանորդագրվեք, դա էլ է շատ կարևոր։
Հիշեցնեմ, որ ամենատպավորիչ կադրերը, որոնք ցավոք չենք կարող ցուցադրել YouTube-ում, կարող եք տեսնել մեր Telegram-յան ալիքում, մեր բոլոր սոցիալական ցանցերի հղումները նշված են մեր բոլոր եթերների նկարագրության մեջ։ Մեր Telegram-յան ալիքի QR կոդը ձեր էկրաններին է։ Ուկրաինայի գլխավոր շտաբի տվյալներով վերջին 24 ժամվա ընթացքում ռազմաճակատում տեղի է ունեցել 145 մարտական բախում, 52-ը Պոկրովսկի ուղղությամբ։ Նշվում է, որ վերջին 24 ժամվա ընթացքում Ուկրաինայի ավիացիան, հրթիռային ուժերը եւ պաշտպանության ուժերի հրետանին հարվածներ են հասցրել 8 տեղամասի, որտեղ կենտրոնացված էին թշնամու անձնակազմը, զենքն ու ռազմական տեխնիկան։ Վերջին 24 ժամվա ընթացքում Կուրսկի ուղղությամբ տեղի ունեցել 13 ռազմական բախում։ Մեր Telegram-ում մենք ունենք ռազմաճակատում ուկրաինացի զինծառայողների աշխատանքի հրաշալի կադրեր, կան կադրեր եւ Ղրիմից, եւ Կուրսկի մարզից, վայելեք Կուրսկի մարզի Ծոտկինը բնակավայրը եւ շրջակա գյուղերը փաստացի արդեն առանձնացվել են Ռուսաստանից։ Ռուսաստանի կողմից Ուկրաինայի դեմ լայնածավալ ագրեսիայի սկզբից ի վեր թշնամու ընդհանուր մարտական կորուստները գնահատվում են մոտավորապես 972,600 զավթիչ, ուկրաինական զորքերը մեկ օրում ոչնչացրել են 910 ռուս զավթիչ եւ 299 միավոր հակառակորդի զինտեխնիկա։ Մայիսի 17-ի գիշերը ռուսները հարձակվեցին Ուկրաինայի վրա 62 շահեդ տիպի դրոններով, Ուկրաինայի ռազմաօդային ուժերի կողմից խոցվել եւ չեզոքացվել է թշնամու 42 դրոն։ Հակառակորդի հարձակման արդյունքում տարբեր աստիճանի տուժել են Սումիի, Օդեսայի, Խարկովի, Դնեպրոպետրովսկի եւ Դոնեցկի մարզերում։ Ինչպես միշտ Պուտինի ռազմական մեքենան ուղղված է խաղաղ բնակիչների սպանությանը, ռուս ռազմական հանցագործները Լանցետ դրոնով հարվածել են Սումիի մարզում տարհանման ավտոբուսին, սպանելով 9 մարդու։ Պարզապես խաղաղ բնակիչներին տեղափոխելուց հարվածել են եւ սպանել են մի ընտանիք։ Լրատվական բլոկը կսկսենք Ստամբուլում այսպես կոչված բանակցություններից։ Երեք շատերը զարմացած էին ռուսական պատվիրակության վարքագծով եւ հայտարարություններով, չնայած դրանում զարմանալի ոչինչ չկա, սա KGB-ի տիպիկ մարտավարությունն է։ Իրականում Ստամբուլում ռուսների անհեթեթ պահանջների հետևում իրական վախ կա։ Ռուսաստանը կորցնելու վախ։ Հնարավոր է Ռուսաստանի անգրագետ բնակչության մի մասը ուրախանա այդ պահանջներից, թե բա մեզ տվեք 4 մարզեր, հակառակ դեպքում հաջորդ անգամ մենք կպահանջենք 6-ը, կամ շվեդների հետ պատերազմի հիշատակումներից։ Այս ամենը քողարկված բլեֆ է, իբր Ռուսաստանը կարող է երկար ժամանակ կռվել, որը պարզապես խոսում է Կրեմլի վախի մասին, հենց երկարատև պատերազմից։ Ի վերջո նկատեք, որ ուկրաինական կողմը երբեք չի խոսում պատերազմի տևողության մասին։ Մենք հասկանում ենք, որ մենք այլընտրանք չունենք, ունենք միայն կռվելու տարբերակը, որովհետև ժողովուրդը չի ցանկանում հանձնվել եւ նորից, որպեսզի մեր երկրում տիրություն անեն ռուսները։ Մենք ֆիքսում ենք անցած օրերը եւ մեր արածը կամ չարածը, իսկ ռուսները շարունակում են քննարկումները այսպես կոչված SVO-ի երկարաձգվելու մասին։ Թեման շարունակենք Ուկրաինայի գլխավոր բանակցող նախարար Ումերովի հայտարարությամբ։ Ստամբուլում կայացել է Ուկրաինայի եւ Ռուսաստանի պատվիրակությունների բանակցությունները, որոնք տևել են մոտ 2 ժամ։ Ինչպես հայտնել է Ուկրաինայի պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովը, քննարկվել են 2 հիմնական հարց՝ գերիների փոխանակում եւ հրադադար, ասել է Ումերովը լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում։ Նա նշել է, որ քննարկվել է 1000 գերի, 1000 գերու դիմաց փոխանակման տարբերակը եւ այդ գործընթացի օրն արդեն հստակեցված է, իսկ հարցին, թե որոնք կլինեն հաջորդ քայլերը, պատասխանել է. նախ պետք է զբաղվենք փոխանակման գործընթացով, իսկ հետո արդեն կհայտնենք մեր հաջորդ քայլերը։ Դե պարզ է, Ումերովը չունի լիազորություններ այլ բաներից խոսելու։ Միևնույն ժամանակ Ռուսաստանի պատվիրակությունը ներկայացրել է մի շարք առաջարկներ, որոնք Ուկրաինայում համարում են անընդունելի։ Այս մասին հայտնել է արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Գեորգի Տիխին, մեջբերեմ ռուսները կրկին հանդես եկան պահանջներով, որոնք մեզ համար ընդունելի չեն։ Մենք շատ լավ գիտենք, թե ինչպես արձագանքել։ Մենք մեծ փորձ ունենք ռուսների հետ բոլոր տեսակի բանակցություններում, հավատացեք ինձ, 2014 թվականից ի վեր այդ փորձը ել ավելի է մեծացել, շատ փուլեր են եղել, ուստի կասեի, որ ուկրաինական պատվիրակությունը լավ գիտի, թե ինչպես արձագանքել ռուսական կողմից հնչող ամեն ինչին, ասել է Տիխին։ Նրա խոսքով ուկրաինական պատվիրակությունը հանգիստ արձագանքել է ուրվագծելով սկզբունքային դիրքորոշումը եւ պահպանելով մեր գիծը։ Իսկ Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը հայտարարել է, որ Ռուսաստանը առաջ է քաշել պայմաններ, որոնք ոչ միայն Ուկրաինայի, այլև բոլորի համար անընդունելի են։
Մեջբերեմ կարելի է ասել ուղերձը հստակ էր, ռուսական կողմը չի ցանկանում բանակցել Ամերիկայի ներկայությամբ, նրանք կրկին ներկայացնում են անընդունելի պահանջներ, ասել է Տուսկը։ Նա հավելել է, որ Ուկրաինայի դաշնակիցները շարունակելու են գործել միասին, մեջբերեմ ամենակարևորը պահպանել լիակատար միասնություն թե Եվրոպայում եւ թե Ամերիկայում, բայց անկեղծ ասած Ռուսաստանի պահվածքը դժվար է անվանել կառուցողական, մեզ հավանաբար դեռ սպասում են շատ ծանր օրեր։ Մեջբերման ավարտ։ Տուսկը ընդգծել է Ռուսաստանը Ստամբուլում փաստացի ընդհատել է բանակցությունները եւ հրաժարվել հրադադարից։ Ժամանակն է ուժեղացնել ճնշումը, ասել է Դոնալդ Տուսկը։ Իսկ ահա Պուտինի բեղավոր քարտուղար Պեսկովը հայտարարել է, թե Ռուսաստանի եւ Ամերիկայի նախագահների հանդիպումը անհրաժեշտ է միջազգային իրավիճակն ու Ուկրաինայի պատերազմը քննարկելու համար։ Իսկ ուկրաինական կողմը սպասում է Պուտինի հետ հանդիպմանը, հայտարարել է Ուկրաինայի փոխարտգործնախարար Սերգեյ Կիսլիցան, ավելացնելով ճնշումը ռուսական կողմի վրա։ Դե ինչ, Պուտինը մերժեց Թրամփի հրադադարի առաջարկը Ստամբուլում քննարկելու առիթը, նույնիսկ ամերիկյան պատվիրակությունը դուրս արեց բանակցությունների սրահից։ Տեսնենք Թրամփը ինչպես կուլ կտա այս ամենը, չնայած Fox News-ի եթերում արած նրա հայտարարությունները նորից մշուշապատ են։ Կրկին ամեն ինչ հանգում է Թրամփի քաղաքականությանը։ Միջելոց Բրիջիթ Բրինքը հրաժարվել է Ամերիկայի դեսպանի պաշտոնից Ուկրաինայում, չընդունելով նախագահ Դոնալդ Թրամփի վարած քաղաքականությունը Ուկրաինայի նկատմամբ։ Մեջբերեմ ես հենց նոր վերադարձա Միչիգան, ավարտելով 3 տարվա ծառայություն Ուկրաինայում։ Իմ կյանքի ամենադժվար առաքելությունը, այնտեղ ես աջակցում էի մեր ժողովրդավար դաշնակցին դիմագրավելով Ռուսաստանի դաժան եւ չհրահրված ագրեսիային, ասաց Բրինքը։ Նա ընդգծել է, որ ծառայել է ամերիկյան դիվանագիտության կորպուսում 5 տարբեր նախագահների օրոք, թե հանրապետականների եւ թե դեմոկրատների, բայց այլևս չէր կարող ընդունել ներկայիս արտաքին քաղաքականությունը։ Մեջբերեմ Թրամփի վարչակազմի սկզբից մենք ճնշում ենք գործադրում ոչ թե ագրեսորի Ռուսաստանի, այլ զոհի վրա։ Ես այլևս չէի կարող բարեխղճորեն իրականացնել այդ քաղաքականությունը եւ գտա, որ իմ պարտքն է հրաժարական տալ, ասել է նախկին դեսպանը։ Բրինքը ասում է, որ սեփական աչքերով տեսել է պատերազմի հետևանքները եւ զգուշացնում է Ռուսաստանին զիջելու վտանգ է ոչ միայն Ուկրաինայի, այլև ՆԱՏՕ-ի բոլոր դաշնակիցների համար։ Մեջբերեմ, եթե թույլ տանք, որ Պուտինը ուժով փոխի սահմանները, նա Ուկրաինայով չի բավարարվելու։ Նրա նպատակը կայսերական անցյալի վերականգնում է։ Դա ուղղակի սպառնալիք է մեր դաշնակիցների անվտանգությանը, հայտարարել է նախկին դեսպանը։ Դե ինչ, շատ չերկարացնեմ, կարծես բոլոր գլխավոր լուրերը ձեզ պատմեցի եւ ռազմաճակատից եւ քաղաքական ճակատից։ Մեր լսարանի լավ երեկո եմ մաղթում, ամենայն բարիք, մինչ նոր հանդիպում։